Հենց հիմա ձեր ներսում շրջանառվում է 5 լիտր արյուն։ Եվ ամեն առավոտ դուք ինքներդ եք որոշում, այդ արյունը կլինի թանձր, ինչպես կիսելը, թե ոսուն, ինչպես լեռնային արվակը։ Մեկ գործողություն, որն անվճար է, տևում է 30 վայրկյան, եւ ձեզանից շատերն անում են ճիշտ հակառակը։ Վերցնում են սուրճը, գործարկում քայքայման շղթան եւ անգամ չեն էլ կասկածում այդ մասին։ Այսօր ես րոպե առ րոպե ցույց կտամ, թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ դատարկ ստամոքսին մի բաժակ գոլ ջուն եք խմում։ Եվ զգուշացնում եմ, այս տեսանյութից հետո դուք այլևս չեք կարողանա առավոտը սկսել այնպես, ինչպես նախկինում։ Եկեք հենց հիմա մտովի փորձ անցկացնենք։ Ահա դուք արթնացաք, գիշերն անցել է, 6, 7, գուցե 8 ժամ առանց մի կում հեղուկի։ Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Ձեր մարմինը չէր քնում, այն աշխատում էր, քրտնում էր, շնչում էր, հեռացնում էր քայքայման արգասիքները եւ գիշերվա ընթացքում կորցրել է 300-ից մինչև 700 միլիլիտր ջուր։ Խորհեք, գրեթե 1 լիտր։ Դա նույնն է, եթե շոքին 3 կիլոմետր վազեիք եւ դրանից հետո ջրի փոխարեն ձեզ 1 գավաթ սև սուրճ լցնեիք։ Խնդություն է հնչում, բայց հենց այդպես է առավոտը սկսում 10 մարդուց 8-ը։ Բայց եկեք պատկերացնենք այլ սցենար։ Դուք վերցնում եք 1 բաժակ գոլ ջուր, ոչ տաք, ոչ եռման, ոչ սառը, ոչ սառնարանից, այլ գոլ 36-ից 40 աստիճան ջերմաստիճանի, մոտավորապես ինչպես ձեր մարմնի ջերմաստիճանն է, եւ անում եք առաջին կումը։ Այն ինչ տեղի է ունենում հետո, կապշեցնի ձեզ։ Առաջին 3 վայրկյանը։ Ջուրը հպվում է բերանի խոռոչի ընկալիչներին։ Դրանք այնտեղ 10,000-ից ավելի են, եւ դրանք ակնթարթորեն ազդանշան են ուղարկում ուղեղին։ Հեղուկը մուտք է գործում, կարելի է գործարկել առավոտյան գործընթացները։ Այս ազդանշանը նման է ավտոմեքենայի բանալու պտույտին։ Առանց դրա շարժիչը չի միանա։ Առանց դրա ձեր մարմինը մնում է գիշերային ռեժիմում, դանդաղած, մածուցիկ, կիսաքուն։ 10-րդ վայրկյան։ Ջուրն անցնում է կերակրափողով։ Եվ ահա այստեղ ուշադրություն, ծայրահեղ կարևոր պահ։ Եթե դուք սառը ջուր խմեիք, սպազմ կառաջանար, կերակրափողի պատերը կսեղմվեին, ստամոքսի անոթները կտրուկ կնեղանային։ Դուք նույնիսկ չէիք զգա դա, բայց ներսում քաոս կսկսվեր։ Իսկ գոլ ջուրը անցնում է մեղմ, այն շոկի չի ենթարկում թյուսվածքների, այն նման է ձեռք սեղմումին, ընկերական, հանգիստ։ 20-րդ վայրկյան։ Ջուրը հասնում է ստամոքսին։ Եվ ահա այստեղ մարդկանց մեծ մասը սխալվում է։ Նրանք կարծում են, որ ստամոքսն առավոտյան դատարկ է։ Ոչ, այն դատարկ չէ։ Գիշերվա ընթացքում այնտեղ կուտակվել է լորձ, մարսողական ֆերմենտների մնացորդներ եւ ամենատահաճը՝ ստամոքսի թթու։ Այն արտադրվել է ողջ գիշեր, նույնիսկ առանց ուտելիքի։ Եվ եթե առավոտյան ոչինչ չեք խմում, այդ թթուն սկսում է ամեն առավոտ քիչ-քիչ տարիներ շարունակ քայքայել պատերը։ Ահա թե որտեղից է առաջանում գաստրիտն այն մարդկանց մոտ, ովքեր կարծես թե նորմալ են սնվում։ Գոլ ջուրը մեղմորեն նոսրացնում է այդ թթվային միջավայրը, լվանում է պատերը, մաքրում լորձը եւ ամենազարմանալին, նախապատրաստում է ստամոքսը նախաճաշին, այնպես ինչպես հնարավոր չէ նախապատրաստնել որևէ այլ եղանակով։ Բայց ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Այն ամենը, ինչ ես նկարագրեցի, ընդամենը առաջին րոպեն է, այսբերգի վերջրյա մասը, որովհետև քանի դեռ ջուրն աշխատում է ստամոքսում, ձեր արյան շրջանառության մեջ արդեն գործարկվում է մի պրոցես, որից կախված է, եւ ես չեմ չափազանցնում։ Կապրեք արդյոք մինչև հաջորդ տասնամյակ առանց ինֆարկտի։ Եվ եւս մեկ բան, ես դիտմամբ առաջ եմ ընկնում, ավելի ուշ կբացատրեմ, թե ինչու։ Ջրի 41 գրադուս եւ 35 գրադուս ջերմաստիճանը պարզապես 6 գրադուսի տարբերություն չէ, դա օգուտի եւ վնասի միջև տարբերությունն է։ Հստակ թվեր կլինեն, բայց նախ արյունը, որովհետև այն ինչ տեղի է ունենում նրա հետ առավոտյան, չգիտեն նույնիսկ առողջությանը հետևող մարդկանց մեծ մասը։ Ահա տեսեք, դուք արթնացել եք, դեռ ոչինչ չեք խմել, իսկ ձեր արյունը գիշերվա ընթացքում թանձրացել է 20-25%-ով։ Պատկերացրեք գետ, որը գիշերվա ընթացքում ճահճի է վերածվել։ Էրիթրոցիտները, արյան կարմիր բջիջները, բառացիորեն կպչում են իրար։ Բժիշկներն դա անվանում են sludge ֆենոմեն։ Բջիջներից կազմված փոքրիկ գնդիկներ, որոնք դժվարությամբ են խցկվում ամենաբարակ մազանոթների միջով, իսկ մազանոթներն անոթներ են, որոնց տրամագիծը մարդու մազից բարակ է, եւ երբ մակարդուկը լռվում է նման անոթում, վերջ, նրանից այն կողմ գտնվող հյուսվածքը դադարում է թթվածին ստանալ։ Եթե դա ուղեղի մազանոթ է, միկրոկաթված է, սրտում միկրոինֆարկտ։ Դուք կարող եք նույնիսկ չնկատել, բայց բջիջներն արդեն մահացել են։
անդառնալիորեն։ Եվ ահա այս ֆոնին մեկ բաժակ գոլ ջուր։ Եվ այսպես ձեր արյունը թանձր է, մածուցիկ, անոթներով հազիվ սողացող։ Սա փոխաբերություն չէ, սա բառացիորեն այն է, ինչ ամեն առավոտ տեղի է ունենում ձեր մարմնում։ Եվ հենց այս պահին առավոտյան 6-ից 10-ի միջակայքում անոթային աղետի ռիսկն առավելագույնն է։ Ոչ ցերեկը, ոչ երեկոյան, այլ առավոտյան, երբ դուք դեռ չեք էլ հասցրել նախաճաշել։ Վիճակագրությունը սարսափեցնող է։ Սուր սիրտանոթային դեպքերի 60%-ը բաժին է ընկնում հենց վաղ առավոտյան ժամերին։ Եվ այժմ դուք հասկանում եք ինչու։ Բայց ահա թե ինչն է փոխում խաղի կանոնները։ Գոլ հեղուկը, որն իր ջերմաստիճանով մոտ է մարմնին, ներծծվում է 3-ից 4 անգամ ավելի արագ, քան սառը։ Սառը ջուրը ստրես է։ Օրգանիզմը նախ էներգիա է ծախսում, որպեսզի այն տաքացնի մինչև անհրաժեշտ աստիճան, եւ միայն դրանից հետո է սկսում յուրացնել։ Գոլն անցնում է ստամոքսի պատերի միջով գրեթե ակնթարթորեն եւ հայտնվում արյան շրջանառության մեջ 5-ից 7 րոպեի ընթացքում։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում հետո։ Արյունը սկսում է ջրի կանալ։ Այդ իրար կպած էրիթրոցիտներն աստիճանաբար անջատվում են միմյանցից, գնդիկները քայքայվում են, հոսքն արագանում է։ Պատկերացրեք, որ դուք բացել եք ծորակը մի խողովակում, որը խցանված էր տիղմով։ Ջուրը գնաց, սկզբում դանդաղ, կեղտոտ, հետո ավելի եւ ավելի արագ, ավելի մաքուր։ Ինչ որ 7-10 րոպեի ընթացքում արյան հոսունությունը վերականգնվում է 15-20%-ով, առանց դեղահաբերի, առանց ասպիրինի, առանց թանկարժեք հավելումների, պարզապես մեկ բաժակ գոլ ջուր։ Եվ այստեղ միանում է կասկադային էֆեկտը։ Արյունը դարձավ հոսում, սրտի համար ավելի հեշտ է այն մղելը, առավոտյան ճնշումն այնքան կտրուկ չի ցատկում, զարկերակը կայունանում է, սրտամկանի վրա ծանրաբեռնվածությունը նվազում է, դուք դա չեք զգում, ոչ մի զգացողություն չկա, բայց ձեր սիրտն այդ պահին, եթե կարողանար խոսել, շնորհակալություն կհայտներ ձեզ։ Գիտեք, թե ինչն է ամենից շատ զարմացնում։ Մարդիկ հազարներ են ծախսում սրտի դեղամիջոցների վրա, գնում են արյունը ջրի կանացնող միջոցներ, բուր վիտամիններ են կուլ տալիս եւ միևնույն ժամանակ չեն անում տարականը։ Իրենց մարմնին ջուր չեն տալիս այն միակ պահին, երբ այն կրիտիկապես անհրաժեշտ է։ Բայց սպասեք, քանի դեռ արյունը վերականգնում է իր հոսունությունը, մարմնի միանգամայն այլ կետում գործարկվում է մի մեխանիզմ, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում, եւ այն կապված է նրա հետ, ինչ գիտնականներն ավելի ու ավելի հաճախ անվանում են երկրորդ ուղեղ։ Ոչ, դա խոսքի պատկերավոր արտահայտություն չէ։ Դա բառացիորեն նյարդային համակարգն է ձեր որովայնի ներսում։ 300 միլիոն նեյրոն։ Համեմատության համար շան ամբողջ գլխում այդքան նեյրոն կա, իսկ ձեզ մոտ այդքան կա աղիներում։ Եվ այս երկրորդ ուղեղն առավոտյան սպասում է մեկ միակ ազդանշանի արթնանալու համար։ Դրան մենք կհասնենք մեկ րոպեից, իսկ առայժմ մի բան, որը կարող է շոկի ենթարկել ձեզ։ Սառը հեղուկն առավոտյան դանդաղեցնում է ճարպերի ճեղքումը ամբողջ 40%-ով։ Օրգանիզմը ստանալով ջերմաստիճանային հարված, անցնում է պահպանման ռեժիմի։ Այն կուտակում է, չի այրում, կուտակում է։ Դուք կարող եք իդեալական դիետա պահել, հաշվել յուրաքանչյուր կալորիան եւ միևնույնն է չնիհարել, որովհետեւ ամեն առավոտ մեկ բաժակ սառցե հյութն անջատում է ձեր ճարպայրման ծրագիրը մի քանի ժամով։ Իսկ դուք նույնիսկ չեք էլ կասկածում, թե որն է պատճառը։ Գոլ ջուրն անում է ճիշտ հակառակը։ Այն մեղմորեն բարձրացնում է մարմնի ներքին ջերմաստիճանը կես աստիճանով։ Եվ դա բավական է, որպեսզի նյութափոխանակությունն արագանա 12-ից 15%-ով։ Դա նման է ուղևորությունից առաջ շարժիչը տաքացնելուն։ Սառը շարժիչը բենզին է խժռում եւ աշխատում է խափանումներով։ Տաքացվածն ընթանում է սահուն եւ խնայողաբար։ Եկեք ֆիքսենք, թե ինչ արդեն տեղի ունեցավ առաջին 10 րոպեի ընթացքում մեկ բաժակից հետո։ Ստամոքսի թթվային միջավայրը նորմալացված է, արյունը ջրիկացված է, սիրտը թեթևացում է ստացել, նյութափոխանակությունը գործարկված է, 0 դրամ, 0 կողմնակի բարդություններ։ Եվ մենք դեռ նոր ենք տաքացել, որովհետև այնուհետև գոլ ջուրը հասնում է աղիներ եւ այնտեղ սկսվում է մի բան, ինչն ուղղակիորեն ազդում է ձեր իմունիտետի, ձեր էներգիայի, ձեր տրամադրության վրա։ Սերոտոնինի, այսպես կոչված երջանկության հորմոնի 95%-ը արտադրվում է ոչ թե գլխում, ոչ թե ուղեղում, այլ աղիներում։ Եվ երբ այս օրգանը սխալ է աշխատում, դուք կարող եք որքան ասես մեդիտացիա անել, գնալ հոգեբանի եւ հակադեպրեսանտներ խմել։ Ձեզ ավելի լավ չի զգա, որովհետև խնդիրը գլխում չէ, խնդիրը որովայնում է։ Եվ լուծումը սկսվում է մեկ բաժակից։ Հիշեք այս թիվը՝ 7 րոպե։ Ճիշտ այսքանն է պետք գոլ ջրին, որպեսզի ձեր ստամոքսից հայտնվի արյան շրջանառության մեջ եւ սկսի փոխել ամեն ինչ։ 7 րոպե, որը կարող է բաժանել ձեզ հիվանդանոցային մահճակալից կամ առողջ երկարակեցությունից։
Ահա ձեզ մի փաստ, որից մարդուս սարսռում է գալիս։ Եթե աղիները փռենք հարթ մակերեսի վրա, դրա մակերեսը կկազմի մոտ 30 քառակուսի մետր։ Սա փոքրիկ ստուդիա բնակարանի չափ է, եւ այս ամբողջ բնակարանն ամեն առավոտ պատված է գիշերային վերամշակման արգասիքներով, տոքսիններով, լորձով, երեկվա սննդի մնացորդներով, որոնք ձեր մարմինը փորձում էր ուտիլիզացնել, մինչ դուք քնած էիք։ Պատկերացրեք, որ դուք 1 ամիս չեք մաքրել բնակարանը։ Փոշի, կեղտ, աղբ, իսկ հիմա պատկերացրեք, որ դա ամեն գիշեր տեղի է ունենում ձեր ներսում։ Եվ ահա գոլ ջուրը հասնում է աղիներ, եւ այստեղ տեղի է ունենում այն, ինչ ֆիզիոլոգներն անվանում են գաստրոկոլիկ ռեֆլեքս։ Հնչում է բարդ, բայց էությունը պարզ է։ Գոլ հեղուկը, հայտնվելով մարսողական տրակտի վերին հատվածում, ալիքային ազդանշան է ուղարկում ներքև, ինչպես դոմինոն։ Մի քարն ընկնում է եւ ողջ շղթան շարժման մեջ է դրվում։ Աղիների պատերը սկսում են ռիթմիկ կծկվել։ Պերիստալտիկան միանում է ամբողջ հզորությամբ։ Ինչու է դա այդքան կարևոր։ Որովհետև առանց այս առավոտյան գործարկման ողջ աղբը, որը կուտակվել է գիշերվա ընթացքում, մնում է ներսում։ Այն չի հեռանում, այն մնում է, այն նեխում է, եւ աղիների պատերի միջով, որոնք իդեպ ընդամենը 1 բջիջ հաստություն ունեն, տոքսինները սկսում են հետ ներծծվել արյան շրջանառության մեջ։ Դա կոչվում է աղիների բարձր թափանցելիություն։ Վերջին տվյալներով 50 մարդկանց մինչև 70%-ն ունի այս խնդրի այս կամ այն աստիճանը։ Հնարավոր է դուք հենց հիմա նրանց շարքում եք։ Իսկ հիմա մի բան, որ իսկապես պայթեցնում է ուղեղը։ Աղիներում 300 միլիոն նեյրոններից բաղկացած այդ նյարդային ցանցը ուղղակիորեն կապված է գլուխուղեղի հետ թափառող նյարդի միջոցով։ Մարդկային մարմնի ամենաերկար նյարդը։ Այն ձգվում է գանգի հիմքից մինչև որովայնի ամենաներքևը, եւ այն տեղեկատվություն է փոխանցում 2 ուղղությամբ։ Գլուխը աղիներին ասում է ինչ անել, բայց ահա ամենակարևորը։ Աղիներն ուղեղին հաղորդում են 4 անգամ ավելի շատ, 4-ի 1։ Ձեր որովայնը ավելի հաճախ է կառավարում ձեր գլուխը, քան գլուխը որովայնը։ Երբ գոլ ջուրը գործարկում է պերիստալտիկան եւ մաքրում աղիների պատը, ազդանշանը թափառող նյարդով գնում է վերև։ Ուղեղը հաղորդագրություն է ստանում, ամեն ինչ կարգում է, սիստեմը աշխատում է, կարելի է թուլանալ։ Եվ կորտիզոլի, ստրեսի հորմոնի մակարդակը սկսում է նվազել։ Դուք դեռ ոչինչ չեք արել, մեդիտացիա չեք արել, սպորտով չեք զբաղվել, պարզապես 1 բաժակ ջուր եք խմել, իսկ մարմինն արդեն սկսել է դուրս գալ գիշերային տագնապի ռեժիմից։ Եվ ահա եւս մեկ շրջադարձ, որին դուք չէիք սպասում։ Սերոտոնինի արտադրության համար անհրաժեշտ են որոշակի բակտերիաներ, օգտակար, այն նույն բակտերիաները, որոնց մենք կերակրում ենք բջջանյութով եւ կաթնաթթվային մթերքներով։ Այդ բակտերիաները նույնպես քնում են գիշերները։ Նրանց ակտիվությունն ընկնում է, իսկ առավոտյան նրանց խթան է պետք։ Եվ գիտեք թե որն է այդ խթանը։ Գոլ ջուրը։ Այն ստեղծում է իդեալական միջավայր ջերմաստիճանով, թթվայնությամբ, խոնավությամբ, որպեսզի օգտակար միկրոօրգանիզմերի գահութն արթնանա եւ սկսի աշխատել։ Իսկ երբ նրանք աշխատում են, նրանք արտադրում են սերոտոնին, դոփամին, գամմա ամինակարակաթթու, նյութեր, առանց որոնց դուք բառացիորեն չեք կարող ձեզ երջանիկ, հանգիստ, կենտրոնացած զգալ։ Ուզում եք հստակ թիվ, աղիների խախտված միկրոֆլորայով մարդկանց մոտ դեպրեսիայի ռիսկը 2.5 անգամ ավելի բարձր է։ Ոչ թե 20%-ով, ոչ թե 1.5 անգամ, այլ 2.5 անգամ։ Եվ սա այն մասին չէ, որ որովայնը ցավում է կամ տրամադրությունը վատ է։ Սա խորը կենսաքիմիական կապի մասին է, որը մինչև վերջերս ընդհանրապես լուրջ չէր ընդունվում։ Ձեր օրգանիզմի բոլոր իմունային բջիջների 70%-ը կենտրոնացած է աղիներում, ոչ թե արյան մեջ, ոչ թե ավշահանգույցներում։ Դա ձեր պաշտպանության գլխավոր սահմանագիծն է, եւ երբ այդ սահմանագիծը լցված է աղբով, պատված է լորձով, երբ պատերի թափանցելիությունը խախտված է, ձեր իմունիտետը կուրանում է, այն չի տեսնում սպառնալիքը, կամ ինչն ավելի վատ է, սկսում է գրոհել սեփական հյուսվածքների վրա, աուտոիմունային պրոցեսներ։ Ահա թե որտեղից են դրանք առաջանում, ոչ թե տիեզերքից, այլ աղիներից, որն ավեն առավոտ չի ստանում տարականը։ Այն ամենը, ինչի մասին ես պատմեցի, ստամոքսը, արյունը, աղիները, մեկ համակարգ է, մեկն իր հետևից քաշում է մյուսը, եւ այս շղթայի հաջորդ օրգանը, որի մասին բոլորը խոսում են, բայց քչերն են իսկապես հասկանում, ձեր գլխավոր ֆիլտրն է։ Այն կշռում է մոտ 1.5 կիլոգրամ, այն կատանում է ավելի քան 500 գործառույթ, եւ ամեն առավոտ դուք ամենայն հավանականությամբ հարված եք հասցնում նրան, ինքներդ դա չգիտակցելով։ 1.5 կիլոգրամ, ավելի քան 500 գործառույթ, աշխատում է օրական 24 ժամ առանց ընդմիջման եւ հանգստյան երե։ Սա ձեր գլխավոր քիմիական գործարանն է եւ զտիչ կայանը միաժամանակ։ Եվ գիշերը, քանի դեռ դուք խաղաղ քնած եք, այս օրգանը հասնում է պիկային ծանրաբեռնվածության։
Հենց գիշերային ժամերին, մոտավորապես գիշերվա ժամը 1-ից մինչև 3-ը, ակտիվանում է մաքրման հիմնական ցիկլը։ Օրգանիզմը տեսակավորում, չեզոքացնում եւ հեռացման է նախապատրաստում այն ամենը, ինչ կուտակվել է օրվա ընթացքում։ Դեղերի մետաբոլիտները, սպիտակուցների քայքայման արգասիքները, հորմոնների մնացորդները, որոնք արդեն կատարել են իրենց գործառույթը։ Եվ ահա գալիս է առավոտը։ Այս ողջ վերամշակված քիմիան պատրաստ է էվակուացիայի։ Այն փաթեթավորված է, պիտակավորված, հերթ է կանգնած ելքի մոտ, բայց օրգանիզմը լքելու համար նրան տրանսպորտ է պետք, հեղուկ է պետք, ջուր է պետք, որը կվերցնի այդ տոքսինները եւ կտանի դեպի երիկամներ, աղիներ, դեպի ելք։ Եվ ինչ են անում մարդկանց մեծ մասը, նրանք սուրճ են տալիս։ Եկեք վերլուծենք, թե ինչու է դա աղետ։ Կոֆեինը հզոր միզամուղ է, այն ստիպում է երիկամներին ավելի ինտենսիվ աշխատել, ավելի շատ հեղուկ հեռացնել, բայց հեղուկն առավոտյան առանց այն էլ դեֆիցիտ է, եւ փոխարենը լրացնելու կորուստը դուք ուժեղացնում եք այն։ Կոֆեինը քաշում է ջուրը հյուսվածքներից, եւ այն նույն տոքսինները, որոնք պատրաստ էին էվակուացիայի, լրվում են, չեն հեռանում, վերադառնում են արյան շրջանառություն, եւ զտող օրգանը ստիպված է լինում դրանք նորից վերամշակել։ Կրկնակի ծանրաբեռնվածություն ամեն առավոտ։ Ահա թե ինչու այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ օրը սկսում են դատարկ ստամոքսին սուրճով, 50-60 տարեկանում ունենում են մի շարք խնդիրներ, որոնք կարծես թե կապված չեն միմյանց հետ։ Խամրած մաշկ, ճաշից հետո քրոնիկ հոգնածություն, բարձր խոլեստերին, խանգարված քուն։ Այս ամենն այն բանի հետևանքն է, որ մարմնի գլխավոր ֆիլտրն աշխատում է գերբեռնվածությամբ։ Գոլ ջուրը համակարգ է մտնում որպես իդեալական լուծիչ։ Արագ ներծծվում է, ակնթարթորեն վերցնում է տոքսինների այդ հերթը եւ տանում դրանք հեռու։ Կենսաքիմիկոսները հաշվարկել են, որ դատարկ ստամոքսին 1 բաժակ գոլ ջուրն արագացնում է առավոտյան դետոքսիկացիան 30%-ով։ Դա նույնն է, որ հավաքարարը 1-ի փոխարեն 3 շվապր ստանար։ Նույն կեղտն է, բայց 3 անգամ ավելի արագ է մաքրվում։ Եվ ահա եւս մեկ նրբերան, որի մասին լռում են՝ եղու։ Թանձ խտացված եղու, որը գիշերվա ընթացքում կուտակվել է լեղապարկում։ Առավոտյան այն պետք է դուրս գա եւ լցվի աղիներ, օգնի մարսել նախաճաշը, ճեղքել ճարպերը, ակտիվացնել ֆերմենտները։ Բայց եթե խթան չկա, այն մնում է, լճանում է, ել ավելի է թանձրանում եւ ժամանակի ընթացքում դրանում սկսում են բյուրեղներ ձևավորվել։ Սկզբում մանրադիտակային, հետո ավելի խոշոր, հետո քարեր։ Դուք հաստատ ճանաչում եք մարդկանց, ում լեղապարկը հեռացրել են, նրանք միլիոնավոր են, եւ նրանց մեծ մասը գաղափար անգամ չուներ, որ ամեն ինչ սկսվել է ամենօրյա առավոտյան ջրազրկումից։ Գոլ ջուրը խթանում է լեղու արտանետումը, մեղմ, ֆիզիոլոգիապես, առանց ցնցումների, առանց դեղամիջոցների, պարզապես ջերմություն, ծավալ, ճիշտ ժամանակ։ Մենք արդեն անցանք 4 համակարգեր՝ ստամոքսը, արյունատարը, աղիքայինը, զտողը, եւ յուրաքանչյուրում 1 բաժակը գործարկում է դրական փոփոխությունների շղթա, բայց կա եւս 1 համակարգ, որը գրեթե բոլորն անտեսում են։ Այն անտեսանելի է, այն չունի իր սեփական պոմպը, ինչպես սիրտը, չունի կենտրոնական օրգան, բայց առանց դրա դուք կխեղդվեք ձեր իսկ թափոնների մեջ։ Բառացիորեն, եւ ամեն առավոտ, երբ նայում եք հայելու մեջ եւ տեսնում այտուցված դեմք, պարկեր աչքերի տակ, ուռած մատեր, դա այն է գոռում ձեզ. օգնիր ինձ, բայց նախ փակեմ մի կարևոր հարց, որը հաստատ արդեն պտտվում է ձեր գլխում։ Շատերը մտածում են. լավ, դատարկ ստամոքսին ջուրն օգտակար է, բայց ինչ տարբերություն գոլ թե սենյակային ջերմաստիճանի։ Հսկայական 34 աստիճանից ցածր ջերմաստիճանում ջուրը դանդաղեցնում է մարսողական հյութերի ֆերմենտային ակտիվությունը։ Ֆերմենտները կենդանի օրգանիզմների նման են, նրանք ունեն իրենց իդեալական կենսամիջավայրը։ Շատ ցուրտ է, նրանք քնում են, շատ տաք է, քայքայվում են։ Օպտիմումը 36-ից 40 աստիճան է, ոչ տաք, ոչ սառը, այլ գոլ։ Հիշեք այս միջակայքը։ Այն մեզ դեռ պետք է գա, երբ ես ճշգրիտ պրոտոկոլ կդամ։ Իսկ հիմա այն նույն անտեսանելի համակարգը, համակարգ, որը հավաքում է աղբը ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջից եւ տանում այն դեպի ելք, եւ որն առավոտյան կանգնած է, պարզապես կանգնած է, եւ ձեզանից սպասում է մեկ միակ գործողության՝ ձեր մարմնում կոյուղիկը, ոչ փոխաբերական, այլ իրական, ամենաբարակ անոթների ցանց, որը թափանցում է յուրաքանչյուր օրգան, յուրաքանչյուր հյուսվածք, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր, ավային համակարգը։ Այն հավաքում է աշխատած սպիտակուցները, մեռած բջիջները, բակտերիաները, վիրուսային մասնիկները, այն ամենը, ինչն այլևս պետք չէ օրգանիզմին, եւ հանում է դա դուրս։ Աղբատար, որն անցնում է ձեր մարմնի յուրաքանչյուր փողոցով։ Բայց ահա որն է խնդիրը։ Սիրտն ունի հզոր պոմպ, ինքը սիրտը։ Այն մղում է արյուն այնպիսի ուժով, որը բավարար է շիթը 15 մետր նետելու համար։ Իսկ ավիշը ոչինչ չունի, 0, ոչ մի պոմպ։ Ավիշը շարժվում է միայն մկանների կծկման, շնչառության եւ ուշադրություն հիդրոստատիկ ճնշման, այսինքն հյուսվածքներում հեղուկի քանակի շնորհիվ։ Ինչ է սա նշանակում գործնականում։
Գիշերը դուք պարկած եք, չեք շարժվում, գրեթե խորը չեք շնչում, մկանները թուվացած են եւ ավիշը գիշերվա ընթացքում գործնականում կանգնում է, քարանում է։ Եվ ահա դուք արթնանում եք, դեմքն այտուցված է, մատներն ուռած, կոպերը ծանր են։ Սա վատ գենետիկա չէ, սա նրանից չէ, որ երեք շատ աղ եք կերել։ Սա ավշային հեղուկի լճացումն է, աղբատարը խցանման մեջ է կանգնած, իսկ խցանումը ջրի բացակայությունն է։ Դատարկ ստամոքսին մեկ բաժակ գոլ ջուր և հեղուկն արագ ներծծվում է, ընկնում է միջբջջային տարածություն և մեծացնում է հիդրոստատիկ ճնշումը։ Ավիշը խթան է ստանում, այն սկսում է շարժվել, աղբատարները շարժվում են տեղից, այտուցներն անցնում են, ոչ ակնթարթորեն, այլ 30-40 րոպեում, բայց անցնում են։ Եվ եթե դուք սովորություն դարձնեք ամեն առավոտ տալ այդ խթանը, 2-3 շաբաթ անց չեք ճանաչի ձեր դեմքը հայելու մեջ, այն կդառնա ավելի հստակ, չոր, երիտասարդ, առանց մերսումների, առանց լիմֆոդրենաժային պրոցեդուրաների, առանց նեֆրիտե գլանների, որոնք ձեզ վաճառում են ինտերնետում։ Այժմ երիկամները։ Օրգան, որ նորական իր միջով անցկացնում է 180 լիտր հեղուկ։ Դա ամեն օր 90 հատ 2 լիտրանոց շիշ է։ Երիկամները զտում են արյունը, դուրս են բերում ավելորդը, կարգավորում են հանքամյութերի հաշվեկշիռը, վերահսկում են ճնշումը և առավոտյան դրանք գտնվում են առավելագույն լարվածության վիճակում։ Գիշերվա ընթացքում արյան մեջ կուտակվել են սպիտակուցային նյութափոխանակության արգասիքներ՝ միզանյութ, կրեատին, միզաթթու, այս ամենը պետք է դուրս բերել, բայց դուրս բերելու բան չկա, ջուր չկա, երիկամներն աշխատում են չոր վիճակում։ Պատկերացրեք, որ փորձում եք կեղտոտ ամաններ լվանալ մեկ ճաշի գթալ ջրով։ Տեխնիկապես հնարավոր է, գործնականում անիմաստ։ Եվ ահա մարդը ջրին փոխարեն նարնջի հյութ է խմում։ Այո, այն նույն հյութը, որը համարվում է առողջարար նախաճար։ Թարմ քամած նարնջի հյութը պարունակում է հսկայական քանակությամբ ֆրուկտոզա, մոտավորապես 21 գրամ մեկ բաժակում։ Եվ երբ այս ֆրուկտոզային ռումբն ընկնում է օրգանիզմ դատարկ ստամոքսին, երիկամները լրացուցիչ հարված են ստանում։ Ֆրուկտոզան մետաբոլիզացվում է միզաթթվի առաջացմամբ, որն առանց այն էլ առավելագույնի է հասնում գիշերվանից հետո։ Գոլ ջուրը ճիշտ այն է, ինչին երիկամներն սպասում են առավոտյան՝ մաքուր լուծիչ, առանց շաքարի, առանց թթումերի, առանց կոֆեինի։ Այն նոսրացնում է նյութափոխանակության արգասիքների կոնցենտրացիան, հեշտացնում է զտումը, նվազեցնում է ծանրաբեռնվածությունը նեֆրոնների վրա։ Երիկամի աշխատանքային միավորները։ Յուրաքանչյուր երիկամում դրանք մոտ 1 միլիոն են, և ամեն տարի 40 տարեկանից հետո մենք կորցնում ենք նեֆրոնների մոտավորապես 1%-ը։ Դրանք երբեք չեն վերականգնվում։ Յուրաքանչյուր կորցրած նեֆրոնը հավերժ է։ Եվ երբ երիկամներն առավոտյան հեղուկի պակասի պատճառով աշխատում են իրենց հնարավորությունների սահմանագծին, կորստի այդ տոկոսն արագանում է։ Ահա ձեզ թիվ գիտակցելու համար։ 70 տարեկանում միջին վիճակագրական մարդու երիկամների ֆունկցիան նվազում է 25-30%-ով 30-ամյա տարիքի համեմատ, բայց խրոնիկ ջրազրկվածների մոտ կորուստը հասնում է 40-ից 50%-ի։ Կես հզորություն։ Եվ սա հիվանդություն չէ դասական իմաստով, սա պարզապես տարիքային է, բայց ինչ եթե այս տարիքայինը առանց մեկ բաժակ ջրի 11,000 առավոտյան արթնացումների արդյունք է։ Գործընթացը շրջելի է։ Ոչ ամբողջությամբ, մահացած նեֆրոնները վերադարձնել հնարավոր չէ, բայց դանդաղեցնել կորուստը, նվազեցնել ծանրաբեռնվածությունը, վերականգնել հաշվեկշիռը, այո, սկսած վաղվա առավոտից։ Սակայն մենք դեռ ամեն ինչ չէ, որ անցել ենք, ամենախորը բջջային մակարդակում տեղի է ունենում մի բան, որը որոշում է ձեր էներգիայի մակարդակն ամբողջ օրվա համար։ Ոչ սուրճը, ոչ նախաճաշը, ոչ վիտամինները, մեկ մոլեկուլ, որից կախված է բացարձակապես ամեն ինչ, և դրա արտադրությունն անմիջականորեն կապված է ջրի հետ։ Դուք երբևէ արթնացել եք հոգնած։ Ոչ ծանր աշխատանքից հետո, ոչ անկույն գիշերվանից հետո, պարզապես արթնացել եք ու արդեն հոգնած եք, կարծես բատկերը գիշերվա ընթացքում ոչ թե լիցքավորվել է, այլ էլ ավելի է լիցքաթափվել։ Ծանոթ է։ Եթե այո, ապա այն ինչ հիմա կասեմ, ընդմիշտ կփոխի հոգնածության մասին ձեր պատկերացումները։ Ձեր յուրաքանչյուր բջջի ներսում, իսկ դրանք մոտ 37 տրիլիոն են, աշխատում են մանրադիտակային էլեկտրակայաններ։
Նրանց քանակը մեկ բջիջում տատանվում է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար։ Սրտամկանի բջիջներում, օրինակ, մինչև 5000։ Այս էլեկտրակայաններն արտադրում են մի մոլեկուլ, որը հանդիսանում է էներգիայի ունիվերսալ արժույթ ամբողջ կենդանի աշխարհում։ Առանց դրա անհնար է ոչ մի գործողություն, ոչ միտք, ոչ քայլ, ոչ սրտի զարկ։ Օրվա ընթացքում ձեր մարմինն արտադրում է այս մոլեկուլի այնպիսի քանակություն, որը հավասար է ձեր սեփական քաշին։ Եթե դուք կշռում եք 70 կիլոգրամ, օրվա ընթացքում արտադրվում եւ անմիջապես ծախսվում է 70 կիլոգրամ էներգետիկ արժույթ։ Այս մոլեկուլի արտադրության համար անհրաժեշտ է 3 բան՝ թթվածին, գլյուկոզա եւ ջուր։ Առանց այս բաղադրիչներից որևէ մեկի գործընթացը կանգ է առնում եւ առավոտյան գիշերային ջրազրկումից հետո հենց ջուրն է դառնում նեղ վզիկը, այն չի բավականացնում։ Էլեկտրակայաններն աշխատում են կես ուժով։ Դրանք նման են գեներատորների, որոնց մեջ մոռացել են հովացնող հեղուկ լցնել։ Պտտվում են, բայց գերտաքանում են եւ տալիս են առավելագույն հզորության 50-60%-ը։ Ահա թե որտեղից է այդ առավոտյան թմրությունը։ Մշուշ գլխում, շարժվելու ցանկության բացակայություն, դյուրագրգռություն։ Մարդիկ դա բարդում են չքնելու, սուրճի պահանջի, ցածր ճնշման վրա։ Իսկ պատճառը բանալ է։ Տրիլիոնավոր բջջային էլեկտրակայաններն աշխատում են էներգախնայող ռեժիմով, որովհետև առավոտյան նրանց չեն տվել հիմնական ռեսուրսը։ Հստակ թվեր։ Մարմնի քաշի ընդամենը 2% ջրի կորուստը նվազեցնում է էներգետիկ ելքը 18-20%-ով։ Ձեր էներգիայի 1/5-ն անյետանում է ուղղակի այնպես։ Ոչ թե որովհետև դուք հիվանդ եք, ոչ թե որովհետև ձեր գեները վատն են, այլ որովհետև դուք մեկ բաժակ ջուր չեք խմել։ Եվ սուրճը այս խնդիրը չի լուծում։ Կոֆեինը էներգիա չի տալիս, այն վերցնում է այն պարտքով, արգելափակում է ադենոզինի ընկալիչները, մի նյութի, որն ուղեղին ազդանշանում է հոգնածության մասին։ Դուք դադարում եք զգալ, որ հոգնել եք, բայց դրանից էլեկտրակայանները չեն սկսում ավելի լավ աշխատել։ Իսկ ջաշին, երբ կոֆեինի ազդեցությունը ավարտվում է, ադենոզինը ծածկում է ալիքով, եւ դուք ընկնում եք հոգնածության պատ։ Ծանոթ է։ Գոլջուրն անում է սկզբունքորեն այլ բան, այն չի քեղարկում խնդիրը, այն վերացնում է պատճառը։ Հեղուկն անցնում է բջիջներ, էլեկտրակայաններն ստանում են ռեսուրս, էներգետիկ մոլեկուլի արտադրությունը հասնում է ամբողջ հզորության։ Գործընթացը տևում է 15-ից 20 րոպե։ Եվ ահա այստեղ առաջանում է տարօրինակ զգացողություն՝ թեթևություն։ Ոչ թե գրգռվածություն, ինչպես սուրճից է, այլ հենց թեթևություն։ Մարմինը կարծես միացավ, որովհետև այն բառացիորեն միացավ բջջային մակարդակում։ Բայց սա պատմության միայն կեսն է։ Բջջային էլեկտրակայանները միայն էներգիայի մասին չեն, դրանք նաև ծերացման մասին են։ Գոյություն ունի ուղիղ կապ այս միկրոկառույցների աշխատանքի եւ այն արագության միջև, որով ծերանում է ձեր օրգանիզմը։ Երբ էլեկտրակայաններն աշխատում են գերբեռնված, դրանք սկսում են արտադրել կողմնակի արգասիքներ, ազատ ռադիկալներ, ագրեսիվ մոլեկուլներ, որոնք վնասում են շուրջ բոլորն ամեն ինչ, բջիջների թաղանթները, սպիտակուցային կառույցները եւ ամենասարսափելին գենետիկական նյութը՝ ձեր ԴՆԹ-ն։ Ամեն օր ձեր ԴՆԹ-ն ստանում է 10,000-ից մինչև 100,000 վնասվածք, եւ օրգանիզմը նորոգում է դրանք։ Բայց երբ վնասվածքները չափազանց շատ են, նորոգման բրիգադը չի գլուխանում, սխալները կուտակվում են, բջիջը ծերանում է կամ, ինչն ավելի վատ է, սկսում է անվերահսկելիորեն բաժանվել։ Առավոտյան մեկ բաժակ գոլջուրը չի կանգնեցնի ծերացումը։ Եկեք ազնիվ լինենք, ոչինչ չի կանգնեցնի ծերացումը։ Բայց նվազեցնել օքսիդատիվ ստրեսը 12-ից 15%-ով դա իրատեսական է, եւ դա ահռելի տարբերություն է տարիների եւ տասնամյակների հեռավորության վրա։ Իսկ հիմա անցում նրան, ինչ դուք կտեսնեք ամեն օր՝ ձեր մաշկը, ձեր հոդերը, ձեր ողնաշարը։ Այնինչ նրանց հետ կատարվում է առավոտյան առանց ջրի, դուք կնկատեք հայելու մեջ ավելի շուտ, քան անալիզներում։ Ամեն առավոտ դուք մոտենում եք հայելուն եւ տեսնում դեմք, որն ավելի ծեր է երևում, քան երեկոյան։ Կնճիռներն ավելի խորն են, մաշկը ավելի խամրած, քիթ շրթունքային ծալքերը ավելի ցայտուն, եւ դուք մտածում եք՝ դե տարիքն է, բայց տարիքն այստեղ ամբողջությամբ կապ չունի։ Այնինչ դուք տեսնում եք հայելու մեջ առավոտյան ջրազրկված մաշկն է։ Եվ տարիքի եւ ջրազրկման միջև տարբերությունը հսկայական է։ Ձեր մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է։ Մակերևույթը մոտ 2 մետր քառակուսի, քաշը 3-ից 4 կիլոգրամ, եւ այն 64%-ով բաղկացած է ջրից։ Երբ ջուրը բավարար է, կոլագենային մանրաթելերը արաձգվան են, ջկուն, դիտ։
Նրանք պահում են հիմնակմախքը, որպես բետոնի արմատուրա։ Բայց բավական է հիդրատացիայի մակարդակն ընկնի մի քանի տոկոսով և մանրաթելերը կախվում են, կորցնում են լարվածությունը, մաշկը բառացիորեն թորշոմում է։ Ահա մի փորձ, որը կարող եք անել հենց հիմա։ Կսմթեք մաշկը ձեռքի ափի հակառակ կողմում, ձգեք և բաց թողեք։ Եթե ծալքը հարթվում է 1-2 վայրկյանում, հիդրատացիան նորմալ է։ Եթե պահպանվում է 3 վայրկյան և ավելի, դուք ջրազրկված եք հենց հիմա, և դա արտացոլվում է ձեր դեմքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա։ Դատարկ ստամոքսին գոլ ջուրն սկսում է փոխել դա առաջին իսկ օրվանից, ոչ տեսողականորեն։ Տեսողական փոփոխությունները կգան 1-2 շաբաթից, բայց բջջային մակարդակում անմիջապես։ Ջուրն անցնում է դերմա, մաշկի խորը շերտ և լցնում է կոլագենային մանրաթելերի միջև ընկած տարածությունը։ Դրանք ձգվում են, հիմնակմախքը վերականգնվում է։ Սա քսուկ չէ, որն աշխատում է մակերեսին, սա խոնավեցում է ներսից։ Միակ իսկական խոնավեցումը, որովհետև աշխարհում ոչ մի քսուկ չի թափանցում էպիդերմիսից, 0.1 մմ հաստությամբ ամենաբարակ վերին շերտից խորը, բայց մաշկն այն է, ինչ դուք տեսնում եք, իսկ ահա այն, ինչ դուք զգում եք։ Ամեն առավոտ դա հոդերն են, կարկամությունը, խրթխրթոցը, ցավն առաջին քայլերի ժամանակ, հատկապես ծնկները, հատկապես գոտկատեղը։ Ձեր ողերի միջև կան միջողնային սկավառնակներ։ Դրանք աշխատում են որպես ամորտիզատորներ, մարում են հարվածները, թույլ են տալիս ճկվել, շրջվել։ Օրվա ընթացքում ծանրաբեռնվածության տակ այս սկավառնակները կորցնում են իրենց բարձրության մինչև 20%-ը։ Բառացիորեն դուք երեկոյան ավելի ցածրահասակ եք դառնում 1-2 սանտիմետրով։ Գիշերը, երբ ծանրաբեռնվածություն չկա, սկավառնակները ներծծում են հեղուկը շրջակա հյուսվածքներից և վերականգնվում են։ Դուք արթնանում եք ավելի բարձրահասակ, քան պառկել էիք։ Բայց ահա ամենակարևորը։ Եթե հյուսվածքներում հեղուկը բավարար չէ, սկավառնակներին ներծծելու բան չկա։ Դրանք վերականգնվում են ոչ թե 100%-ով, այլ 80, 70, 60 և ամեն օր մի փոքր ավելի պակաս, տարեց տարի։ Ահա թե որտեղից են նստել ողնաշարը, ահա թե որտեղից են ճողնակները, պրոտրուզիաները, քրոնիկ ցավն մեջքում։ Ոչ թե որովհետև ծանրություն են բարձրացրել, այլ որովհետև սկավառնակները վերականգնվելու համար ջուր չեն ստացել հազարավոր գիշերներ շարունակ։ Հոդերի հետ նույն պատմությունն է։ Հոդային հեղուկը, սինովիալ հեղուկը, 80%-ով բաղկացած է ջրից։ Դա թանձր, մածուցակ, իդեալական սայթկուն քսուկ է։ Երբ ջուրը բավարար է, հոդերն աշխատում են անաղմուկ և անցավ։ Երբ ոչ, շփումը մեծանում է, աճառն ավելի արագ է մաշվում։ Ահա և ձեզ 50 տարեկանի արթրոզը, որն իրականում սկսվել էր 20 տարի առաջ։ Դատարկ ստամոքսին 1 բաժակ գոլ ջուրը չի բուժի ճողվածքը և չի վերականգնի մաշված աճառը։ Եկեք իրատես լինենք, բայց այն կապահովի սկավառնակները և հոդերն առավոտյան վերականգնման համար անհրաժեշտ նյութով, կնվազեցնի սինովիալ հեղուկի մածուցիկությունը, կպակասեցնի շփումը և կարկամությունը, կարագացնի բորբոքային ագենտների հեռացումը հոդաշուրջ հյուսվածքներից և դուք կզգաք տարբերությունը բառացիորեն 3-5 օրից։ Առավոտյան կարկամությունը կսկսի նահանջել։ Սակայն հիմա մենք մոտենում ենք նրան, ինչն ավելի շատ է վախեցնում, քան կնճիռները և ծնկների խրթխրթոցը՝ ուղեղին։ Այն ամենը, ինչ ես նկարագրեցի, մաշկը, հոդերը, սկավառնակները, տհաճ է, բայց ոչ մահացու։ Իսկ ահա այն, ինչ ջրազրկումն անում ձեր ուղեղի հետ ամեն առավոտ, բոլորովին այլ մակարդակի խաղադրույքներ են։ Խոսքը հիշողության մասին է, մտածողության հստակության մասին, այն բանի մասին, ինչը տարբերում է ինքնուրույն ակտիվ մարդուն այն մարդուց, ով չի կարող հիշել, թե ինչու է մտել խոհանոց։ Ձեր ուղեղը կշռում է մոտ 1.5 կիլոգրամ, դա մարմնի քաշի 2%-ն է, բայց այն սպառում է ողջ էներգիայի 20%-ը և ողջ թթվածնի 25%-ը։ Անհամաչափ ագահ օրգան է։ Եվ ահա թե ինչն է կրիտիկական։ Այն 75-80%-ով բաղկացած է ջրից, ավելի շատ, քան որևէ այլ օրգան։ Ուղեղը ըստ էության ջրային կառույց է, որում լուծված է բարդագույն էլեկտրաքիմիական ցանց։ Եվ երբ առավոտյան այս կառույցը կորցնում է նույնիսկ 1.5-2% ջուր, հետևանքները վրա են հասնում ակնթարթորեն։ Ոչ մեկ ժամից, ոչ ճաշին, ակնթարթորեն։ Առաջին բանը, որ տուժում է, աշխատանքային հիշողությունն է։ Այն նույնը, որը պատասխանատու է նրա համար, որ դուք գլխում միաժամանակ պահեք մի քանի միտք։ Մտաք խոհանոց, հիշում եք ինչու։
Տեքստ եք կարդում, հիշում եք պարբերության սկիզբը, երբ հասնում եք վերջին։ Խոսում եք, չեք կորցնում թելը։ 2% ջրազրկման դեպքում աշխատանքային հիշողությունը նվազում է 15%-ով։ Դուք կորցնում եք յուրաքանչյուր 6-րդ միտքը։ Ոչ թե որովհետև ծերանում եք, ոչ թե որովհետև դուք սկլերոզ ունեք, այլ որովհետև ուղեղը առավոտյան չոր է։ Երկրորդը ռեակցիայի արագությունը։ Նեյրոններն ազդանշաններ են փոխանցում միմյանց սինապտիկ ճեղքի միջոցով, որը նյարդային բջիջների միջև եղած մանրագույն տարածությունն է։ Եվ այս բացում հեղուկ է։ Նեյրոմեդիտատորը արտանետվում է այս ճեղքի մեջ, լողում է դեպի հազորդ նեյրոնը, միանում է ընկալիչին, ազդանշանն անցավ։ Երբ հեղուկը քիչ է, նեյրոմեդիտատորը լողում է ավելի դանդաղ, ազդանշանն ուշանում է։ Ռեակցիան դանդաղում է 10-12%-ով։ Կարծես թե մանրուք է, բայց երբ դուք ղեկին եք, դա այն հեռավորությունն է ժամանակին արգելակելու եւ չհասցնելու միջև։ Երրորդ եւ ամենատագնապալին՝ կենտրոնանալու ունակությունը։ Ջրազրկված ուղեղն էներգիան ծախսում է ոչ թե մտածելու, այլ դեֆիցիտը կոմպենսացնելու վրա։ Այն բառացիորեն անցնում է վթարային ռեժիմի։ Բարդ խնդիրները հետաձգվում են, ստեղծագործական մտածողություն արգելափակվում է։ Մնում է միայն բազային գործունեությունը՝ շնչել, քայլել, չընկնել։ Ահա թե ինչու առավոտյան առանց ջրի դուք չեք կարողանում հավաքվել, չեք կարողանում սկսել կարևոր գործը, հետաձգում եք եւ ամեն ինչ բարդում եք ծուլության կամ իմ օրը չէի վրա։ Երկարաժամկետ հետևանքներն էլ ավելի սարսափելի են։ Եթե ուղեղն ամեն առավոտ մեկնարկում է ջրազրկված վիճակում տասնամյակների ընթացքում, կուտակվում են փոքրիկ աննկատ կորուստներ։ Նեյրոն այստեղ, սինապս այնտեղ, մազանոթ, որը չդիմացավ արյան բարձր մածուծիկությանը եւ խցանվեց, առանձին ոչինչ, բայց 30 տարվա ընթացքում շոշափելի դեֆիցիտ է։ Մարդիկ հասնում են 60-70 տարեկանի եւ ասում. հիշողությունն արդեն այն չէ։ Իհարկե այն չէ, բայց ճանաչողական գործառույթների տարիքային նվազումը դատավճիռ չէ, որը կարված է գեների մեջ։ Դա մեծամասամբ այն բանի արդյունքն է, թե ինչպես ենք մենք վարվել ուղեղի հետ ամեն օր։ Եվ ահա այստեղ հույսի պահն է։ Ուղեղը պլաստիկ է։ Այն կարողանում է կոմպենսացնել կորուստները, ստեղծել նոր կապեր, գտնել շրջանցող ուղիներ։ Բայց այս ամենի համար նրան ռեսուրս է պետք։ Ջուրն ուղեղի համար դեղորայք չէ, այն նրա օպերացիոն միջավայրն է, ինչպես յուղը շարժիչի համար։ Շարժիչը կարող է աշխատել ցածր մակարդակի յուղով որոշ ժամանակ եւ հետո խցանվում է։ Առավոտյան գոլ ջուրը յուղի մակարդակի վերականգնումն է մինչև նորման, նախքան դուք կգործարկեք շարժիչը ամբողջ հզորությամբ։ Եվ տարբերությունը զգացվում է արդեն առաջին 5 րոպեի ընթացքում։ Գլուխը պարզվում է, ֆոկուսը վերադառնում է, մտքերը դադարում են լողալ։ Սա ինքնաներշնչում չէ, սա ֆիզիկա է։ Հեղուկը մտավ, ազդանշաններն ավելի արագ գնացին, ուղեղն աշխատեց։ Գիտեք ինչն է ապշեցնում ամենից շատ, որքան մարդիկ են հարյուրներ եւ հազարներ ծախսում նոոտրոպների, ուղեղի համար վիտամինների, հատուկ հավելումների, գլուխ կոտրուկների, հիշողությունը մարզելու հավելվածների վրա եւ միևնույն ժամանակ չեն անում տարարկանը, ջուր չեն տալիս ուղեղին առավոտյան։ Դա նման է նրան, որ պրեմիում դասի վարելիք գնեք մեքենայի համար, որում հովացնող հեղուկ չկա, անիմաստ է։ Եվ այսպես մենք անցանք ուղին առաջին կումից մինչև ուղեղ։ Ստամոքս, արյուն, աղիներ, զտող օրգան, ավիշ, երիկամներ, բջջային էլեկտրակայաններ, մաշկ, հոդեր, ուղեղ։ 10 համակարգ, 1 բաժակ։ Եվ հիմա այն պահը, որին սպասում էիք՝ կոնկրետություն, ճշգրիտ թվեր, որովհետև առավոտյան գոլ ջուր խմելը հրահանգ չէ, դա ուղղություն է։ Իսկ առավելագույն արդյունք ստանալու համար պետք է իմանալ 3 բան՝ ճշգրիտ ջերմաստիճանը, ճշգրիտ ծավալը եւ ճշգրիտ ժամանակը։ Սխալն այս պարամետրերից որևէ մեկում կարող է զրոյացնել այն ամենը, ինչի մասին մենք խոսում էինք, կամ ինչն ավելի վատ է, վնասել։ Այն ամենը, ինչ ես պատմում էի մինչ այս պահը, անօգուտ է առանց ճիշտ իրագործման։ Լրջորեն, կարելի է իմանալ ամեն ինչ մեխանիզմների մասին, հասկանալ յուրաքանչյուր գործընթաց եւ էֆեկտը հասցնել 0-ի 1 սխալով։ Ուստի հիմա ոչ մի տեսություն, միայն կոնկրետություն։ Ջերմաստիճանը, հիշեք, 36-ից մինչև 40 աստիճան։ Ինչպես ստուգել առանց ջերմաչափի, հեշտությամբ։ Ջուր կաթեցրեք դաստակի ներսի կողմի վրա։
Եթե դուք ոչ տաքություն եք զգում, ոչ ցուրտ, դա մոտավորապես 36 աստիճան է։ Եթե այն հաճելիորեն գոլ է զգացվում, բայց չի այրում, 38-40 է։ Սա իդեալական է։ 34-ից ցածր անոթների սպազմ, ֆերմենտների դանդաղում, պերիստալտիկայի արգելակում, 42-ից բարձր լորձաթաղանթի ջերմային գրգռման վտանգ։ Ոչ այրվածքի, մինչև այրվածքը հեռու է, բայց կերակրափողի եւ ստամոքսի լորձաթաղանթի միկրոբորբոքումն իրական բան է, հատկապես եթե ամեն օր տաք եք խմում տարիներ շարունակ։ Ոչ մի եռանջուր, ոչ մի որքան տաք է, այնքան օգուտկար է։ Դա միֆ է, վտանգավոր միֆ։ Ծավալը։ Այստեղ ամեն ինչ կախված է ձեր մարմնի զանգվածից։ Բազային հանձնարարականը 200-250 մլ է, ստանդարտ բաժակ։ Եթե դուք կշռում եք 80 կիլոգրամից ավել, կարելի է մեծացնել մինչև 300, եթե 60-ից պակաս 200-ը բավական է։ Դատարկ ստամոքսին 350 մլ-ից ավել խմել չարժե։ Ստամոքսն առապության սեղմված է։ Գիշերվանից հետո նրա ծավալը մոտ 50 մլ է։ Այն ընդունակ է ձգվելու, բայց եթե միանգամից կես լիտր լցնեք դրա մեջ, անհարմարություն անխուսափելի է։ Սրտխառնոց, ծանրության զգացում եւ պարադոքսալ կերպով ներծծման դանդաղում։ Ինչպես խմել։ Ոչ միանգամից, այլ մանր կումերով։ Ձգեք բաժակը 1.5-2 րոպեի վրա։ Կում։ Դադար 5-4 վայրկյան։ Կում։ Դա ընկալիչներին ժամանակ է տալիս ազդանշան փոխանցել ուղեղին, ստամոքսին մեղմորեն հարմարվել, իսկ կերակրափողին ճնշում չզգալ։ Միանգամից մի շնչով խմելը տիպիկ սխալ է։ Մարդը կարդացել է, որ պետք է 1 բաժակ ջուր խմել առավոտյան եւ իր մեջ 200 մլ է լցնում 5 վայրկյանում։ Արդյունքը 2 անգամ ավելի թույլ է, դիսկոմֆորտը 3 անգամ ավելի շատ։ Ժամանակը։ Պետք է խմել անմիջապես արթնանալուց հետո, բառացիորեն։ Առաջին բանը, որ դուք անում եք անկողնուց վեր կենալով, դա այն է, որ գնում եք խոհանոց եւ վերցնում եք բաժակը։ Ոչ ցնցուղից հետո, ոչ ատամները լվանալուց հետո, ոչ հեռախոսը ստուգելուց հետո, անմիջապես։ Հապաղման յուրաքանչյուր րոպեն այն րոպեն է, երբ ձեր համակարգերն աշխատում են վթարային ռեժիմով առանց ռեսուրսի։ Բաժակից հետո դադար։ Առնվազն 15 րոպե մինչև ուտելը, օպտիմալը 20-30։ Այս ընթացքում ջուրը հասցնում է անցնել ստամոքսով, սկսել ներծծվել եւ գործարկել այն բոլոր պրոցեսները, որոնց մասին մենք խոսել ենք։ Եթե դուք անմիջապես ուտեք, սննդային գնդիկը կխառնվի ջրին, կնոսրացնի մարսողական հյութերը եւ սննդի ճեղքման արդյունավետությունը կընկնի։ Հիմա հավելումները՝ կիտրոն, մեղր, քրքում, կոճապղպեղ, խնձորի քացախ, սոդա։ Ինտերնետը լի է բաղադրատոմսերով։ Եկեք վերլուծենք, թե ինչն է աշխատում, իսկ ինչն է մարքեթինգային աղբ։ Կիտրոն։ Մի շերտ կամ 1 թեյի գթալ հյութ 1 բաժակին։ Աշխատում է, բայց ոչ այնպես, ինչպես մտածում են։ Վիտամին C-ն նման քանակությամբ չնչին է, դրանից օգուտը գրեթե 0 է։ Բայց կիտրոնաթթուն խթանում է մարսողական ֆերմենտների արտադրությունը, ուժեղացնում է լեղարտադրությունը եւ բերանի խորոչում ստեղծում է ալկալիական ռեակցիա։ Այո, թթու կիտրոնը տալիս է ալկալիական մետաբոլիտ։ Պարադոքս է, բայց փաստ։ Խորհուրդ եմ տալիս, եթե դուք չունեք ատամի էմալի բարձր զգայունություն եւ չունեք գաստրիտ բարձր թթվայնությամբ, իսկ եթե ունեք, կիտրոնը հանում ենք։ Մեղր։ 1 թեյի գթալ 1 բաժակին։ Այստեղ զգուշ։ Մեղրը պարունակում է ֆրուկտոզա եւ գլյուկոզա մոտավորապես 1:1-ի հարաբերակցությամբ։ Դատարկ ստամոքսին սա արյան մեջ գլյուկոզայի պորտկում է տալիս։ Փոքր, բայց այն կա։ Առողջ մարդու համար դա կրիտիկական չէ։ Ինսուլինարեզիստենտականություն, նախադիաբետ կամ երկրորդ տիպի դիաբետ ունեցող մարդու համար դա պրոբլեմ է։ Նման մարդկանց մեղրը դատարկ ստամոքսին հակացուցված է։ Այո, անգամ բնականը։ Այո, նույնիսկ մեղվանոցից բերված օրգանականը, շաքարը մնում է շաքար։ Քրքում, քառորդ թեյի գտալ 1 բաժակին, անպայման մի պտխունց սև պտպեղով, պղպեղի միջի պիպերինը մեծացնում է քրքումինի յուրացումը 20 անգամ։ Առանց պղպեղի քրքումն անցնում է տարանցիկ, գրեթե չներծծվելով։ Պղպեղով հզոր հակաբորբոքային ազդեցություն։ Խորհուրդ եմ տալիս 1 վերապահումով։ Եթե ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, նախ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, քրքումինն ուժամացնում է դրանց ազդեցությունը։ Խնձորի քացախ 1 ճաշի գթալ 1 բաժակին։ Նորաձև թեմա է,
իրականություն։ Քացախի թթվայնությունը կարող է գրգռել կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթը, հատկապես դատարկ ստամոքսին, հատկապես ամեն օր։ Եթե դուք առողջ ստամոքս ունեք և քացախը բացում եք հենց գոլ ջրում, այլ ոչ թե կոնցենտրատն եք խմում, թույլատրելի է, բայց պարտադիր չէ։ Պարտադիրն ինքը ջուրն է, մնացած ամեն ինչը բոնուսներ են։ Եվ վերջինը՝ սոդա։ Ոչ, վերջակետ։ Դատարկ ստամոքսին սոդան խախտում է ստամոքսի թթվահիմնային հաշվեկշիռը, չեզոքացնում է աղաթթուն, որն անհրաժեշտ է մարսողության համար, հրահրում է ռեակտիվ հիպերսեկրեցիա։ Ստամոքսը, հայտնաբերելով, որ թթուն չեզոքացրել են, սկսում է արտադրել այն եռապատկված ուժով, փակ շրջան, ոչ մի սոդա։ Եվ այսպես, պրոտոկոլը։ Առավոտ, անմիջապես արթնանալուց հետո 200-250 մլ 36-40 աստիճան ջերմաստիճանի ջուր մանր կումերով 1.5-2 րոպեի ընթացքում։ Նախաճաշից 20-30 րոպե առաջ, ցանկության դեպքում կիտրոնի շերտ կամ մի պտղունց քրքում, պղպեղով։ Ամեն ինչ պարզ է, այո։ Բայց ինչ տեղի կունենա ձեր մարմնի հետ, եթե դուք դա անեք ամեն օր։ Ինչ փոփոխություններ և երբ կնկատեք դուք, ինչը պետք է ձեզ ուրախացնի, իսկ ինչը զգոնացնի։ Հիմա ես ձեզ կտամ այնինչ գրեթե ոչ ոք չի տալիս՝ իրատեսական օրացույց։ Ոչ թե խոստում գովազդից, ոչ թե դուք կերիտասարդանաք 20 տարով մեկ շաբաթում, այլ ազնիվ, օրեցօր պատկերն այն բանի, թե ինչ է կատարվելու ձեր մարմնի հետ, եթե վաղն առավոտյան դուք սկսեք։ Առաջին 3 օրը։ Հրաշքներ մի սպասեք, մարմինը կհարմարվի, հնարավոր է հաճախակի մի զարծում, սա նորմալ է։ Երիկամները, որոնք սովորել էին աշխատել խնայողության ռեժիմով, հանկարծ ռեսուրս ստացան և սկսեցին ակտիվորեն զտել։ Նրանք դուրս են բերում այն, ինչ կուտակվում էր։ Մի վախեցեք, մի մտածեք ջուրը միջով անցնում է, ուրեմն չի յուրացվում։ Յուրացվում է, պարզապես զուգահեռաբար գնում է կուտակվածի դուրս նետում։ Նաև առաջին օրերին հնարավոր է թեթևակի գրգոռոց որովայնում։ Աղիները, ստանալով առավոտյան ազդանշանը, գործարկում են պերիստալտիկան սովորականից ավելի ակտիվ։ Եթե նախկինում դուք դատարկ ստամոքսին ջուր չէիք խմում, ձեր մարսողական տրակտը բառացիորեն զարմացած է։ Նա կընտելանա 2-3 օր, 4-րդ, 7-րդ օր։ Ահա այստեղ կսկսվեն առաջին նկատելի փոփոխությունները։ Առավոտյան կարկամությունը հոդերում կնվազի, ամբողջությամբ չի անհետանա, բայց դուք կնկատեք, որ առաջին քայներն արթնանալուց հետո ավելի հեշտ են դարձել, ծնկներն ավելի մեղմ են ծալվում, գոտկատեղն այնքան էլ փայտացած չէ։ Սինովիալ հեղուկը վերականգնել է իր հոսունությունը, սկավառնակները գիշերվա ընթացքում ավելի շատ խոնավություն են հավաքել։ Նույն օրերին շատերը նշում են, որ գլխի առավոտյան մշուշն ավելի արագ է անցնում։ Եթե նախկինում ձեզ պետք էր 1 ժամ և 2 գավաթ սուրճ, որպեսզի արթնանայիք ուղեղով, այժմ բավական է 20-30 րոպեն։ Նեյրոմեդիատորներն արագանում են, ֆոկուսն ավելի շուտ է գալիս։ Երկրորդ շաբաթ՝ մարսողություն։ Ահա որտեղ է տարբերությունն ակնհայտ դառնում։ Առավոտյան կղանքը կանոնավոր է, կանխատեսելի, կոմֆորտ։ Եթե նախկինում խնդիրներ են եղել փորկապության հետ, իսկ 50-ից հետո դրանք կան յուրաքանչյուր երրորդի մոտ, դուք կնկատեք, որ ամեն ինչ ավելի հեշտ է դարձել։ Գաստրոկոլիկ ռեֆլեքսը գործարկվում է ամեն օր։ Աղիները սովորել են ազդանշանին և արձագանքում են հաստիքային ռեժիմով, զուգահեռաբար, մաշկը։ Երկրորդ շաբաթվա ընթացքում դերմայի հիդրատացիան դուրս է գալիս կայուն մակարդակի։ Առավոտյան դեմքը հայելու մեջ մի փոքր ավելի թարմ է, մի փոքր ավելի ամուր։ Տոնային կսուքն ավելի հարթ է նստում։ Մանր միմիկական կնճիռներն աչքերի շուրջը չեն անհետանում, բայց կարծես ցրվում են։ Կոլագենային մանրաթելերը, ստանալով բավարար խոնավություն, ձգվել են մինչև իրենց ֆիզիոլոգիական մաքսիմումը։ Երրորդ շաբաթ՝ էներգիա։ Ահա այստեղ բեկում։ Առավոտյան արթնանալն ուրիշ է դառնում։ Ոչ թե պոկվեցիր անկողնուց, այլ արթնացար և 10 րոպեից արդեն աշխատանքային վիճակում ես։ Բջջային էլեկտրակայանները վերակառուցվել են նոր ռեժիմի։ Նրանք սովորել են առավոտյան ռեսուրս ստանալ և միանում են ամբողջ հզորությամբ, առանց հապաղելու։ Եվ ինչն անսպասելի է շատերի համար՝ քունը։ Այո, երեկոյան քունը ավելի խորն է դառնում։ Սա անուղղակի էֆեկտ է։ Երբ մարմինը ցերեկը աշխատում է նորմալ հիդրատացիոն ռեժիմով, երեկոյան այն չի կոմպենսացնում դեֆիցիտը, չի գերլարվում։ Կորտիզոլի մակարդակը գիշերը ընկնում է ավելի ցածր։ Քնելն ավելի արագ է, խորը վերականգնման փուլն ավելի երկար է։ 4-րդ շաբաթ, եւ այստեղից արդեն կուտակային էֆեկտ է։ Արյան անալիզներ։ Եթե դուք դրանք հանձնեք 1 ամիս անց, կարող եք հայտնաբերել, որ պլազմայի մածուցիկությունը նվազել է, որ կրեատինինը, երիկամների ծանրաբեռնվածության մարկերը, մի փոքր պակասել է, որ խոլեստերինի ցուցանիշները տեղաշարժվել են դեպի լավը։ Ոչ բոլորի մոտ, ոչ երաշխավորված, բայց հավանական է, որովհետև դուք հանել եք քրոնիկ ստրեսորը, որը գործում էր տարիներով։ Այժմ ազնիվ զգուշացումներ, ում է անհրաժեշտ զգուշություն։ Եթե դուք ունեք լուրջ խնդիրներ
տարիներ երիկամների հետ, քրոնիկ հիվանդության 3-րդ եւ ավելի բարձր փուլ, առավոտյան հեղուկի ծավալը պետք է քննարկել նեֆրոլոգի հետ։ Ոչ թե որովհետեւ ջուրը վնասակար է, այլ որովհետեւ հիվանդ երիկամները գլուխ չեն հանի ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման հետ։ Նրանց պետք է աստիճանաբար։ Եթե դուք ունեք արտահայտված սրտային անբավարարություն, նմանապես հեղուկի ավելցուկը կարող է մեծացնել շրջանառվող արյան ծավալը եւ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել առանց այն էլ թուլացած սրտամկանի վրա։ Եթե դուք ընդունում եք դեղամիջոցներ, որոնք պահանջում են ընդունում դատարկ ստամոքսին, ճշտեք, կարելի է դրանք խմել գոլ ջրով, թե պետք է սպասել որոշակի ժամանակահատված։ Սովորաբար կարելի է, բայց սովորաբարը միշտ չէ։ Եվ շատ կարևոր է, եթե դատարկ ստամոքսին գոլ ջուր օգտագործելիս զգում եք սրտխառնոց, ցավ էպիգաստրիումում, որովայնի վերին հատվածում այրոց, մի անտեսեք։ Դա կարող է լինել ստամոքսի հետ կապված առկա խնդրի ազդանշան, որի մասին դուք չգիտեիք։ Ջուրը չի ստեղծել խնդիրը, այն ի հայտ է բերել այն, եւ դա նույնպես օգուտ է, որովհետեւ ավելի լավ է իմանալ հիմա, քան 5 տարի անց, երբ իրավիճակը բարձի թողի վիճակում է։ Իսկ հիմա եկեք փակենք բոլոր օղակները։ Ամենասկզբում ես ասացի, որ այս տեսանյութից հետո դուք չեք կարողանա սկսել առավոտը նախկինի պես։ Թանձր արյուն, առավոտյան եւ թրոմբների ռիսկ։ Մեկ բաժակը ջրիկացնում է 7 րոպեում։ Լճացած թթու ստամոքսում, գոլ ջուրը չեզոքացնում է եւ մաքրում։ Քնած աղիներ, գաստրոկոլիկ ռեֆլեքսը գործարկում է ալիքը։ Գերբեռնված զտողորգան ջուրը տրանսպորտ է տալիս տոքսինների էվակուացիայի համար։ Քարացած ավիշ, հիդրոստատիկ հրումը տեղից շարժում է աղբատարները։ Շնչահեղձ լինող երիկամներ, լուծիչը նվազեցնում է խարամների կոնցենտրացիան։ Բջիջների քաղցած էլեկտրակայաններ, հեղուկը վերադարձնում է էներգիայի արտադրությունը։ Ջրազրկված մաշկ, խոնավեցում ներսից, այլ ոչ թե դրսից։ Չորացած սկավառնակներ եւ հոդեր, խոնավություն վերականգնման համար։ Դանդաղացած ուղեղ, նեյրոմեդիատորներն արագանում են։ 10 համակարգ, 1 բաժակ, 0 դրամ, 30 վայրկյան առավոտյան։ Գիտեք թե ինչն է ինձ ապշեցնում։ Մարդիկ պարզ խնդիրների բարդ լուծում են փնտրում։ Գնում են թանկարժեք հավելումներ, անցնում են պրոցեդուրաներ, գաղտնի բաղադրատոմսեր են փնտրում, իսկ պատասխանը գտնվում է յուրաքանչյուր խոհանոցում, ծորակում, թեյնիկում, ամենասովորական ջրի մեջ, որը տաքացվել է մինչև անհրաժեշտ ջերմաստիճան։ Ես չեմ խնդրում ձեզ հավատալ իմ խոսքին։ Ես խնդրում եմ ձեզ, փորձեք 30 օր, 1 բաժակ ամեն առավոտ։ Հետևեք, թե ինչ է փոխվում։ Գրի առեք, համեմատեք եւ 1 ամիս անց վերադարձեք այս տեսանյութին ու մեկնաբանություններում գրեք, թե ինչ տեղի ունեցավ, որովհետեւ ամենաուժեղ փաստարկն իմ խոսքերը չեն, դա ձեր սեփական փորձն է։